Բարև ընկերներ, այսօր ցանկանում եմ խոսել ընտրություններում կիրառված տեխնոլոգիաների մասին։ Վստահեցնում եմ, որ դա շատ կարևոր դեր ունի եւ կհասկանաք, որ այդ ամենը նպաստեց այն պատկերին, որը այժմ ունենք։ Շնորհակալ եմ աջակցության եւ վստահության համար։ Ինչու հաղթեց կամ ամենաշատ քվեն ստացավ Նիկոլ Փաշինյանի ուժը, իմ սուբյեկտիվ կարծիքով։ Ամբողջ քարոզարշավի ժամանակ եւ մինչ դա Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմակիցները փորձում էին վախի մթնոլորտ ստեղծել, որ երկրում հաղթելու են նախկին բարքերը եւ այսպես ասած հեղափոխության արդյունքը կորելու է։ Հիմա հերթով քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը կիրառել է վախի եւ անվտանգության օրակարգի տեխնոլոգիա Fear Appeal, որը ամենատարածված քաղաքական տեխնոլոգիաներից է։ Ելնելու է պատերազմ սեպտեմբերին ու աղետաբեր պատերազմ։ Եթե քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը սահմանադրական մեծամասնություն չեմ ասում ընտրություններում հաղթի։ Ոնց ուզում եք ինձ ասում եք 18 տվին գայր ասեի, հիմա ասում եմ շատ ուղիղ ասությունից հիմա այս մտնոլորտը նաև ասում եմ հանդարտ, որովհետև գիտեմ, որ դա իրողություն է։ Մենք ժողովուրդը ստանալու է սահմանադրական մեծամասնություն։ Մի բան էլ ավելացնեմ, որ երևի փոխանցեմ ում ուզում եք փոխանցեմ, բայց ինչի պատերազմ կլինի, որ եթե քաղաքացիական պայմանագիրը չստանա մեծամասնություն, ոչ թե որովհետև քաղաքացիական պայմանագրից գոյությունից է կախված պատերազմ լինել չլինելը բառի ուղիղ իմաստով, այլ եթե քաղաքացիական պայմանագրի առաջարկած ուղին չընտրի Հայաստանը, այլ ընտրի օլիգարխների առաջարկած ուղին, այդ ուղին է դեպանելու դեպի պատերազմ։ Հոգեբանական մեխանիզմը հետևյալն է. մարդիկ կորուստներից ավելի շատ են վախենում, քան նույն չափի ձեռքբերումից ուրախանում, կորուստից խուսափման էֆեկտ։ Քարոզչությունը շեշտում է այն ռիսկերը, որոնք կարող են առաջանալ, եթե ընտրվի սխալ տարբերակը։ Այնուհետև առաջարկվում է մեկ լուծում՝ քվեարկեք մեզ։ Օրինակ, կարող են շեշտադրվել պատերազմի վտանգը, տնտեսական անկայունությունը, արտաքին սպառնալիքները, ներքին անկարգությունների հավանականությունը։ Այս մեթոդը կիրառվում է տարբեր քաղաքական ուժերի կողմից բազմաթիվ երկրներում։ ՔՊ-ն կիրառել է նաև օրակարգի ձևավորում, agenda setting։ Մարդիկ հաճախ քվեարկում են ոչ թե բոլոր խնդիրների, այլ այն խնդիրների հիման վրա, որոնք ամենաշատն են քննարկվում։ Եթե լրատվական եւ քարոզչական դաշտում օրերով քննարկվում են անվտանգությունը, սահմանները, արտաքին քաղաքականությունը, ապա սոցիալական կամ տեղական հարցերը կարող են երկրորդ պլան մղվել։ Սա հայտնի մեդիա տեսություն է, ըստ որի մեդիան միշտ չէ, որ ասում մարդկանց ինչ մտածել, բայց հաճախ ազդում է ինչի մասին մտածել։ Կիրառվել են նաև միայն մենք կարող ենք շրջանավորում։ Տեղեկությունը ներկայացվում է այնպես, որ ընտրությունը թվա ոչ թե բազմաթիվ տարբերակների միջև, այլ երկու սցենարի՝ կայունություն կամ քաոս, խաղաղություն կամ պատերազմ, զարգացում կամ հետընթաց։ Սա սահմանափակում է ընտրողի ընկալված ընտրանքները։ Կրկնության ազդեցություն, illusory truth effect։ Նույն ուղերձը կրկնվում է բազմաթիվ ձևերով՝ ելույթներ, Facebook, TikTok, YouTube, հարցազրույցներ, գովազդներ։ Մարդիկ հակված են ավելի հավաստի համարել այն տեղեկությունը, որը հաճախ են լսել, անգամ եթե դրա ճշգրտությունը առանձին չեն ստուգել։ Հուզական պատմություններ։ Փոխարենը ներկայացնելու միայն թվեր եւ ծրագրեր, օգտագործվում են զինվորի պատմություն, ընտանիքի պատմություն, գյուղի բնակչի փորձ, երեխայի ապագայի մասին պատկերներ։ Զգացմունքային պատմությունները հաճախ ավելի մեծ ազդեցություն ունեն, քան վիճակագրությունը։ Մենք եւ նրանք։ Սոցիալական հոգեբանության մեջ սա հայտնի մեխանիզմ է։ Ստեղծվում են երկու խումբ՝ մենք եւ նրանք։ Արդյունքում ընտրողներն ավելի հեշտ են համախմբվում իրենց ընկալված խմբի շուրջը։ Հակառակորդի օրակարգի փոխարինում։ Երբ ընդդիմությունը խոսում է օրինակ կոռուպցիայի, աշխատավարձերի, հարկերի, իշխանությունը կարող է փորձել հանրային ուշադրությունը տեղափոխել այլ թեմայի, օրինակ անվտանգությանը կամ արտաքին հարաբերություններին։ Այդպես քաղաքական դիսկուրսի կենտրոնը փոխվում է։ Անխուսափելի հաղթանակի տպավորություն, bandwagon effect։ Երբ ընտրողը լսում է, որ բոլորը մեզ են աջակցում կամ հաղթանակն արդեն որոշված է, որոշ մարդիկ հակված են միանալ այն կողմին, որը ընկալվում է որպես հաղթող։ Սա նույնպես լայնորեն ուսումնասիրված հոգեբանական երևույթ է։ Սոցիալական ապացույց։ Օգտագործվում են մեծ հանրահավաքներ, հայտնի մարդկանց աջակցությունը, բազմաթիվ կամավորների ցուցադրումը, ակտիվ մեկնաբանություններ սոցիալական ցանցերում։
մարդիկ հաճախ իրենց որոշումները համեմատում են ուրիշների վարքով։ Տեղեկատվական գերծանրաբեռնվածություն, երբ հանրային դաշտում շատ մեծ քանակությամբ նորություններ, հայտարարություններ եւ հակադարձումներ են շրջանառվում, ընտրողի համար դժվարանում է առանձնացնել ամենակարևոր տեղեկությունը։ Այդ պայմաններում մարդիկ հաճախ ապավինում են ավելի պարզ ուղերձների կամ արդեն ձևավորված տպավորություններին։ Այս ամենի ֆոնին որևէ նմանություն տեսնում եք մեր երկրում տեղի ունեցած պրոցեսների հետ։ Ընկերներ, ինչու եմ սրա մասին խոսում, բացատրեմ։ Նախ սա նրա մասին է, որ իրականում ինչ խոսացվել է ընտրարշավին, դա միայն կոնկրետ խոսակցության բնույթ է կրել, մեզ համոզելու եւ քվե գողանալու կեղտոտ մեխանիզմ։ Այսինքն, եթե մենք նստենք եւ սպասենք, որ իրական փոփոխություններ են լինելու, ապա որևէ գործողություն չի լինի։ Հետևաբար, չենք շեղվում հայտարարված օրակարգից եւ գնում ենք դեպի իրական հեղափոխություն, առանց հակաօրինական գործողությունների։ Միայն ժողովրդի իրական իշխանության դեպքում է հնարավոր լուծվեն բոլոր խնդիրները, քանի որ միակ տարբերակը դա է, որ երկրում լինի համերաշխություն։ Այսօր այսքանը, կհանդիպենք, հարգանքներս, ձեր Հայը։